երեք մարդու խոսակցության հիմքով, ասենք ինչ-որ ցայնագործություն կա, ես այստեղ նստած եմ։ Ես 5 ամիս շարունակ, այսօր 5 ամիսը լրացավ։ Իմ մեջ մի հատ մեծ հարց կա, հարցական կա։ Եթե 3 հոգու խոսածի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձին ձերբակալել եւ կալանավորել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30,000 հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պարտեզված ավտոբուս չկա, ներ չկա, շփոթված տուժող չկա, կա վաճառված Արցախի փաստը, կա 150,000 հոգի արձակացած արցախցիներ, միներ, ուզում եմ հասկանալ դուքները չի հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք։ 30,000 հոգի առնվազն խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Արցախը վաճառած է 150,000 հոգի ազատացել են։ Ես ուզում եմ հասկանալ դուքները չի հերիքում, դուքները չի հերիքում ձերբակալեք։ Չէ, ինչի՞ վստո։ Մեքսիկայում հաշվի համար ստուգել, Կանադայում հաշվի համար ստուգել, 5 միլիարդ չի բերձ, ես հարցեր ունեմ, ես հարցեր ունեմ, ապեր։ Չի համար գնա։ Ապեր ինձ ակել վազա քաղաքական հարցեր կան։ Ինձ ակել վազա քաղաքական հարցեր կան։ Ապեր չեմ հասցնում, իրավաբանական հարցեր եք հնարվում, չնայած իրավաբանություն չեմ տեսնում, ամենան հարգանքով իմ իրավաբան ընկերների հանդեպ, բայց ես նիստի վաղ չեմ հասցնում խոսել։ Գիտեք, որ չի անջատվել, հա, չէ, լսում ա, դե չէ, չի լսում ա, գիտեք մեր ու ձեր տարբերությունը որն է։ Դուք ծառայում եք Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք փոքր խմբակին, մենք հայ ժողովրդին ենք ծառայում։ Վահագն չթողեցի երկու խոսք ասել, հանգստացի, ես պարզապես ուզում եմ առիթ օգտագործելով ամբողջական զորակցություն հայտնել քիչ առաջ կալանավորված, ձերբակալված ավելի ճիշտ Արշակ arczepiskopos Խաչատրյանին եւ անկեղծորեն ասած մյուս երեք շաբթի ոչ մի ակնկալիք չունեմ բնականաբար, բայց այն ժամանակ խոսեմ